Սիրելի Աստծո ժողովուրդ, մեր Տեր ու Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ, որ սիրեցիք մեր Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի հայտնվելը, օրհնյալ լինի Նրա սուրբ անունը։ Այսօր իմ սրտի մեջ կա Տիրոջից եկած մի խոսք, խորհուրդ, որի մասին ես իմացել եմ անկեղծ կլինեմ ձեզ հետ, որ իմացել եմ այս վերջի մի շաբաթվա մեջ։ Այո, ես լսել եմ այս տեսակ ChatGPT կոչված համակարգի մասին, կամ արհեստական բանականություն կամ նեյրոսեթ կոչված այդ համակարգի մասին, բայց ես իր գործունեությանը ծանոթ չէի։ Ես չգիտեմ դա որտեղ է, ուր է, որտեղ որ մասն է մարդկանց կյանքում ներխուժել։ Ես գիտեմ երևի դա օգտագործում ինչ-որ օֆիսային ստրուկտուրաների մեջ ինչ-որ մի բանից օգտվելու համար։ Ու միջև այն, որ այս վերջի մի շաբաթը մեր շատ սիրելի քույրերից մեկը ինձ մի երաժշտության միջոցով, որ լսում ենք մի երաժշտություն, որի մասին ես ընդհանրապես գաղափար չունեի, կիսվել էին ամբողջ ընդհանուր խմբում եւ քույրիկներից մեկը ինձ անձնական նամակ գրեց, որ եղբայր դու գիտես, որ դա մարդը չի երգում, այլ ռոբոտն է երգում։ Ես ասացի, այսինքն ոնց ռոբոտն է երգում։ Եթե դու լսես այդ ձայնը, կմտածես կասես ինչ անուշ ձայն է, ինչ անուշացնող ձայն է։ Ասեց այո, դա ռոբոտն է երգում, մտի նայ, ասեց այն A, B տառերը, որ գրած է, կարճ, էդի անուն ազգանուն չի, ինչ որ մեկի կամ ինչ որ մի ոնց ասեմ, ինչ որ մի բանի հապավում չի, էլի, ինչ որ մի, չգիտեմ, անվանվան հապավում չի, ասեց։ AB նշանակում է արհեստական բանականություն, այսինքն դա ռոբոտն է երգում, դա մարդը կապ չունի։ Երաժշտությունն ու ձայնը դա մարդունը չի, դա ռոբոտինն է։ Ռոբոտն է նախընտրում ու իր ձայնը շակերտավոր անուշացնում է ու փոխանցում է տենց մարդկանց։ Գիտեք, ես անկեղծ ճանապարհին եմ իմ մեքենայի մեջ այդ ընթացքում։ Ես այդ օրը ամբողջ երեկո իմ մեջ Աստծո հոգին այնքան մեծ անհանգստություն էր բարձրացրել, որ ես խնդրում եմ Տիրոջը, ասում եմ Տեր, ես չգիտեմ դա ինչ է։ Իրականապես ես լսել եմ, միգուցե ես ուշադիր չեմ եղել, բայց հիմա ներողություն եմ խնդրում, Տեր, սա ինչ է սա ընդհանրապես։ Սա որտեղ է ներխուժը։ Ես որ սկսամ ուսումնասիրել, հիմա ես կասեմ այն ինչ ինձ Տերն է անձամբ փոխանցե դրա հետ կապված, այդ ChatGPT-ի հետ կապված, բայց ես ուզում եմ ասեմ, որ երբ որ իմ ուսումնասիրության արդյունքում տեսամ, շփվելով իմ շատ սիրելի քույր աղբերների հետ, շփվելով, որ իրանք ասում էին, որ ChatGPT-ն այսօր դարձել է շատ լավ գյուղատնտես, որտեղ գյուղատնտեսներին ինքն է ասում, թե ինչա կարելի օգտագործել։ ChatGPT-ն դարձել է լավ բժիշկ, լավ խորհրդատու, երեխաները, ես որ մայրերից մեկը ինձ, ուսուցիչներից մեկը ինձ ասեց, երեխաները ասեց ուսուցչի ասածը պրավերկա են անում ChatGPT-ի միջոցով, այս ուսուցիչը ճիշտ է ասում, թե չէ։ Ասում է մայրը բան ասում երեխային, ասում է օրինակ, այս ինչ բանն արա կամ այս ինչ բանը բեր, ասում է ChatGPT մամաս ճիշտ է ասում, թե չէ։ Այսինքն ապստամբ մի ոգի, որ այսօր սերմանվում է, տեղից նշեր, որ մեղքը պակաս էր այդ ատմոսֆերից, նաբարոտ ավելի անմիջականորեն են դարձրել մեղքի հետ շփումը, ավելի մտերիմ են դարձրել մեղքի հետ, ավելի քաղցրացրել են հիմա անմիջական կապը ապստամբ այդ ոգիների հետ, այդ ChatGPT-ի միջոցով։ Ես այս արդյունքում հասկացամ, որ դա մի ինչպես Հովանես Մկրտիչն էր ուղարկված Տիրոջ առջևից, որպեսզի նրա ճանապարհները պատրաստի։ Նույնն էլ ասեցի Տեր իմ Աստված, այս ChatGPT կոչվածն է, որը եկել է, որպեսզի նեռի ճանապարհները պատրաստի, հակաքրիստոսի ճանապարհները պատրաստի։ Ու Տիրոջ խոսքը, որ ինձ բացվեց, նա էր հետևյալը, որ այս համակարգը, այս նեյրոսեթ կամ ChatGPT կամ արհեստական բանականությունը նա գող է։ Նա գողացել է երբևիցե Աստծուց տրված մարդկությանը գիտելիքները։ Նա գող է։ Նա այս դարերից, տարիներից եկած գիտելիքները, որ Տերը տվել է գյուղատնտեսական, ուսուցչական կամ տարբեր ոլորտներում, որ Աստված է տվել։ Մեր երկնքից իջած հորից իմաստության մասին եմ խոսում, որ տրվել է, նա գողացել է, սրբերի աղոթքները, սրբերին կրկնօրինակել է։ Ես այդ իմ էջում կկիսվեմ, դուք կտեսնեք ներքևում կոմենտների մեջ, ես կտեղադրեմ ռոբոտ հովիվին, ռոբոտ պաստոր, տենց էլ կոչվում է, հովիվ, որ նա քարոզում է, եւ ես որ տեսամ Գերմանիայում էլ ու մարդիկ արդեն շատ տեղերում էլ եկեղեցական համայնքներում օգտագործում են իրան որպես քարոզող,
քարոզող հովիվ։ Հիմա քահանան չի եկել, բայց քահանայի փոխարեն ChatGPT-ն արհեստական բանականությունն է քարոզում։ Ես նաև կուղարկեմ կտեսնեք, որ այսօր դուրս է եկել այսպես կոչված ռոբոտ հովիվներ, որոնք քարոզում են Աստծո խոսքը, ճակերտավոր։ Դրա մասին մի քիչ ավելի մանրակրկիտ խոսամ, բայց սա այս համակարգը, սիրելի իմ քուր ու աղբեր, սա գող է։ Ինքը գողացել է մարդկանց գիտելիքները։ Երբևիցե որ Աստծուց տրված ա եղել։ Հիմա փորձում է տալ, կարծես թե իրենն է։ Եվ մարդիկ հիանում են մտածելով, որ սա էսինչ ումնի է, էսինչ ուժեղ գիտելիք ունի, սա էսինչ տոշնի պատասխանում է իմ ամեն մի տված հարցին, այն խորը բաներ, փաստաբանական հարցեր, գյուղատնտեսական, բժշկական, ուսուցչական, ամեն ոլորտերի մեջ տեղյակ է։ Հավատքի, կրոնի, նաև ոչ թե վերցրել է մեր Աստծուց եկած իմաստությունն է գողացել, այլ նաև դիվային են վարդապետությունները տարբեր կրոնների հետ կապված դարձրել է մի համակարգ, ասենց կարելի ասել դա մի յաշիկի մեջ, մի կառուպկայի մեջ պարունակող, որ հիմա այս տեսակ ChatGPT կոչված կամ արհեստական բանականությունը տալիս է։ Նա գողացել է սրբերի ձայները։ Ես որ լսեցի այդ արհեստական բանականության մասին, որ իմ քույրերից մեկ ուղարկեց, որ ասեց եղբայր, սա հոգևոր երգ է, այո, ճակերտավոր ասած, բայց այնտեղ մարդը չի երգում։ Այդ ԱԲ հապավումը, ես արդեն ասացի, դա արհեստական բանականության մասին է խոսքը։ Ու ինձ համար դա շատ լուրջ, որ ասում է վիզով էր, շատ լուրջ։ Այսինքն ասեցի, կուդա մի կատիմսյա։ Այդ որտեղ ենք մենք ասենք սղալով իջնում Տեր, որ արդեն Աստծո սրբերը, ինչի այդ Աստծուց եկած այդ հոգու պարգևներն ու շնորհքները, որ կա Աստծո ժողովրդի մեջ, Աստծուց կողմից Սուրբ Հոգով ուղարկված, որ կա այդ իրանք չեն կարող էդի անեն, հիմա արդեն ռոբոտներին պետք է տանք պատիվը, որտեվ ես որ մտամ կոմենտարիաները կարդալու, կոմենտների մեջ գրված էր. Աստված օրհնի քեզ, անսպառ, Տերը ավելացնի, մարդիկ պատկերացում չունեն անգամ ումն են օրհնում։ Ու այն մարդիկ, ովքեր դնում են արհեստական բանականությունով ռոբոտների երաժշտությունները, նրանք պարզաբանում էլ չեն մտցնում, որ ժողովուրդ իմանա, սատանան գողանում է այդ ժողովրդից եկած այդ օրհնությունը իր իսկ սեփական ոլորտը ավելի զարգացնելու համար։ Մարդն էլ չի իմանում ումն է օրհնում։ Մարդը օրհնում է ռոբոտին, սատանայի գործը արհեստական բանականություն, ասում է չէ, ասում է ձենը տանսպառ, օրհնյալ լինես Հիսուսի կողմից, այնտեղ այդ տեղադրողն էլ չի կիսվում, ախր լսեք ժողովուրդ, սա ես չեմ երգում, սա ռոբոտն է երգում, սա իմ երաժշտությունը չի, բառերը միգուցե իմն է, բայց սա ես չեմ երգում։ Իմ սիրելի աղբերս ու իմ սիրելի քույրս, ես տեսել եմ ինչքան մարդիկ են արդեն Հայաստանում մասնակից դրա մեջ։ Ես խնդրում եմ ձեզ բոլորից սթափվել եւ ավելի մանրակրկիտ ձևով նայել։ Սրանք ռոբոտներ են, որտեղ որ կտեսնեք գրված է ԱԲ արհեստական բանականություն, միգուցե արդեն սատանան խիտրոս կարող է применять хитрость, որ ասում է, որ հիմա էլ չգրի արհեստական բանականություն, բայց մենք ունենք Աստծո հոգին մեր մեջ, որը այս տեսակ բաները ես համոզված եմ, որ Տերը հայտնապես մեզ ցույց է տալի ու ցույց կտա, եթե ուղակի մենք ականջ ունենք լսելու, թե ինչ ասում հոգին։ Եթե մենք այսօր ժամանակ ենք տրամադրում նրա հետ անցկացնելու, հաղորդակցության մեջ լինելու Աստծո Սուրբ Հոգու հետ, նրա խոսքի հետ, ես համոզված եմ, որ դու իմ սիրելի աղբերս ու քուրս դրա մեջ զգուշավոր կլինես։ Դրա մեջ շատ ուշադիր կլինես։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, ես ունեմ ինձ մոտ կոնսպեկտ, որից կօգտվեմ։ Հիմա տեսեք, սա այս արհեստական GPT կոչվածը, այս արհեստական բանականություն կոչվածը կամ նեյրոսետ կոչվածը, դա այնքան այնտեղ Դանիելի մարգարեության 11:21-ում sense խոսքը ասում է, որ շողոքորթություններով շատերին կհափշտակի, sense մի կարճ խոսք է։ Ու ես մտածում եմ շողոքորթությունով շատերին կհափշտակի, դա ի՞նչ է նշանակում հոգևոր դաշտում։ Դա ոնց կարամ ես ինքս հասկանամ շողոքորթություններով շատերին կհափշտակի։ Ու ես ինքս մտածում եմ, ասում եմ, տեսեք, մուսուլմանի հետ խոսում է իրանց Ղուրանի լեզվով, քրիստոնյայի հետ խոսում է աստվածաշնչի լեզվով, բուդդիստի հետ իրանց բուդդիստական լեզվով, աթեիստի հետ իրենց աթեիստական լեզվով, բոլորին բոլոր ոլորտներում փորձում է շողոքորթի, որ գրավի իր վրա, շողոքորթությամբ ասում է շատերին կհափշտակի։ Սա սուբ գիրքն ասում Դանիելի 11:21-ում։
Առակած 26-28-ում էլ ասում է ստախոս լեզուն ատում է իր ծեծածներին և շողոքորթող բերանը կորուստ է պատճառում։ Սա շողոքորթող բերանը, որը եկել է որպեսի շատ լուրջ, շատ տրամադրված, ծրագրավորված պատրաստի իր այս սեփական տերերի ճանապարհը։ Տեսեք ինչ ասում Սուրբ գրքի մեջ գրված երկրորդ թագավորացի մեջ 15:2-6-ում մի հետաքրքիր տեսարան կա։ Մի հետաքրքիր 15 երկրորդ գլխից կկարդամ։ Տեսեք ինչ ասում, Աբիսողոմի մասին ասում։ Եվ Աբիսողոմը կանող վեր էր կենում ու կանգնում դրան ճանապարհի մոտ, եւ ամեն մարդ, որ դատ էր ունենում, որ գար թագավորի մոտ դատաստանի, Աբիսողոմը նրան կանչում էր իր մոտ եւ ասում. «Դու որ քաղաքից ես», եւ նա ասում էր. «Իսրայելի ցեղերից մեկիցն է ծառատ»։ Եվ Աբիսողոմը նրան ասում էր. «Տես, քո ճանապարհները լավ է եւ ուղիղ են, բայց դու լսող չունես թագավորի կողմից»։ Նիդատիբ է, էլի։ Այդ հետաքրքիր խոսքերը նաեւ սա կարելի է ասել, որ սատանան շատերին ասում է. «Зачем ты молишься так долго»։ Ինչի՞ ես այդքան շատ աղոթում։ Բոգա նիդատիբ է, Աստված հասկանում եք, էլ ինչ եմ ասում։ Եվ Աբիսողոմն ասում էր. «Երանի թե ինձ դատավոր դնեին այս երկրումը, եւ ինձ մոտ գար ամեն ով վեճ եւ դատ ուներ, եւ ես կարդարացնեի նրան»։ Եվ երբ որ մի մարդ նրան մոտենում էր նրան երկրպագելու, նա իր ձեռքը մեկնում էր եւ նրան բռնում եւ համբուրում նրան։ Եվ Աբիսողոմը այսպես էր անում բոլոր Իսրայելին, որ դատվելու համար գալիս էին թագավորի մոտ։ Եվ Աբիսողոմը գողացավ Իսրայելի մարդկանց սրտերը։ Իմ Աստված։ Նա փորձում էր բոլորին հաճոյանալ, բայց նրա մեջ կար շողոքորթություն, որպեսի գողանա մարդու սիրտը։ Սա ինչ վտանգավոր է։ Շողոքորթության նպատակը, որպեսի գողանա մարդկանց սրտերը։ Մարդու սիրտը գողանա գրավի իր վրա, որպեսի մարդը սկսի իրանով տարվի, իրանով իր մասին մտածի, մենակ ինքն էլ իր մտածելակերպի, մտորումների, գործնական, առօրյա բիտավոյ կյանքի մեջ։ Սա այն համակարգն է, որ եկել է գողանա մարդու սիրտը։ Բայց դուք մի թույլ տվեք, արթուն եղեք, խնդրում եմ ձեզ։ Երկրորդ Տիմոթեոս 4 գլուխ 3-4 խոսքերը կարդամ, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ակարներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ Նրանք իրենց ակարները ճշմարտությունից կդարձնեն եւ առասպելներին հետևելով կմոլորվեն։ Ես կարող եմ համարձակությամբ նաեւ ասել, որ սա նաեւ կապված է այս տեսակ GPT կոչվածի հետ, որ իրենց համար ուսուցիչներ են ճարը։ Ոչ միայն ինչ որ մարդիկ, ոչ միայն իրենց ակարներին հաճելի մարդիկ, իմ սիրելի եղբայրեր ու քույրեր, այս համակարգը այսօր ավելի շատ է մարդկանց սրտերը գողացե։ Այսօր սա դարձել է այն իրենց ակարներին հաճելի ուսուցիչը, ով ինչ ուզում է լսել, նա լսում է ուղղակի։ Ամենատպավորիչը նա էր, որ մարդկանց մեծամասնությունը հավատացյալներից օրհնում էին դրանց։ Ու ես իմացամ, տեղյակ եմ, ես ոչ մեկին բան չեմ ասում քննադատորեն, խնդրում եմ ձեզ, որտեվ դուք տեղյակ չեք։ Իմ ժողովուրդը ասում է բնաջին եղավ գիտություն չունելու պատճառով։ Մի մերժեք, խնդրում եմ ձեզ, այն գիտությունը, այն գիտելիքը, որ գալիս է Տիրոջից։ Հիմա կարդամ Առակաց 26, էսի են տողերն են, որը միջև այս ամենը պատրաստելուց ես խնդրել եմ Տիրոջը, որ նա տա ինձ իմաստություն ձեզ հետ խոսելու, ինքս հասկանալու եւ նաեւ ձեզ հետ կիսվելու համար։ Առակաց 26, 24-26 խոսքերը կարդամ։ Ատեցողը կեղծում է իր շրթունքներով եւ սրտում նենգություն է դնում։
Երբ որ նա անուշացնե ձայնը, նրան չհավատաս։ Երբ որ նա անուշացնե ձայնը, նրան չհավատաս, որտեվ 7 գարշելի բան կա նրա սրտումը։ Թեկուզ ատելությունը ծածկվի նենգությամբ, նրա չարությունը կհայտնվի ժողովքի մեջ։ Աթեցողը կեղծում է իր շուրթունքներով, եւ սրտում նենգություն կա, երբ որ նա անուշացնե ձայնը, նրան չհավատաս։ Երբ որ դուք ինքներդ հիմա լսեք, երևի արդեն շատերդ ինձ թվում է, որ արդեն տեղյակ եք, որտեվ թե ռուսական կայքերում, թե ռուսալեզու այնտեղ գրած է ԻԻ իսկույստվին ինտելեկտ, մեր հայկականի մեջ էլ ԱԲ արհեստական բանականություն։ Եթե դուք լսել եք, դուք կտեսնեք, խոսում է, որ երգում է, ասում ես, այս ինչ անուշ ձայն է։ Շատերը այնտեղ գրել են, այս ինչ օծություն է, բայց ես հավատացնում եմ ձեզ սիրելիներ, այդտեղ Աստծո հոգին չկա։ Ես ասում եմ ամենայն ճշմարտությունով, Աստված իր հոգին չի թափել ռոբոտների վրա։ Աստված իր հոգին տվել է իրեն հավատացողներին, Աստված իր հոգին ուղարկել է իրեն հավատացողների վրա։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Նայեք, ես սա ասում եմ ինչի համար, որտեվ ես այն մարդը, որը տեղադրում էր այս արհեստական բանականության միջոցով երգվող երգերը, նա նաև արդարացնում էր նրան։ Նա ասում էր ամեն գիտելիք Աստծուց է։ Նա ասում էր, այդ տվյալ անձ ասում էր, որ սա Աստծուց է, մարդիկ օրհնվում են դրանով, մարդիկ լցվում են դրանով, մարդկանց մեջ մեծ տպավորություններ ու փոփոխություններ ա գալի, պտուղներն եմ տեսնում։ Իմ սիրելիներ, սա ճշմարտության դեմ մենք սուտ կխոսենք, սա անհնարին բան ասում։ Եթե մեկը ուզում է դա ընդունի, ես ասում եմ դա ստությունից է, դա սուտ ոգուց է, դրա մեջ օծություն չկա, Աստված իր փառքը չի տա կուռքերին, ես դրա մասով կխոսեմ, կտեսնեք։ Շատ պարզ ձևով մենք գիտենք Հովանեսի ավետարանի մեջի գրված 4-րդ գլխի 23 եւ 24 խոսքերը ես կկարդամ, լսեք, տեսեք ոնց է Տիրոջ խոսքը ինչ ասում։ Բայց ժամանակ կգա եւ հիմա է, որ ճշմարիտ երկրպագողները հոգով եւ ճշմարտությունով կերկրպագեն Հորը, որովհետեւ Հայրն էլ այդպես է ուզում իր երկրպագողներին։ Աստված հոգի է եւ նրան երկրպագողները պետք է հոգով եւ ճշմարտությունով երկրպագեն։ Հոգով եւ ճշմարտությունով է Հայրը երկրպագողներ ուզում, այլ ոչ թե GPT-ով, անշունչ նեռասեցներով ու ավելի քան սրբերից գողացված ձայնով։ Սա այն համակարգն է, այն տեմպերն է տալի, այն ձայնն է գողացել, որ ինքը լսել է փառաբանությունների մեջ, որ Տիրոջ զավակները Աստծո հոգուց փառաբանում ու երկրպագում են։ Նա գողանալով այդ ձայնի տեմպերները, գողանալով այդ ձայնի ինչ ձայնով կարելի է ոնց ներկայացնել, որ անուշացնի իր ձայնը։ Բայց ասում եմ ձեզ, նրա մեջ հոգի չկա, նրա մեջ շունչ չկա, նրա մեջ կյանք չկա։ Նա անշունչ է։ Ես խնդրում եմ ձեզ, որ դուք ավելի քան ուշադիր լինեք։ Խնդրում եմ ձեզ, շատ եմ խնդրում։ Մենք դա թույլ է տալի մեզ, որ մենք ծուլանանք, ժողովուրդ։ Մենք գիտենք Մատթեոս 6:33-ում ինչ ասում, ասում ամենից առաջ փնտրեցեք Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը, մնացած ավելիով կտամ ձեզ։ Նույն Մատթեոսի 7-րդ գլխի 7-ից 8 խոսքերում ինչ ասում Տերը, ասում փնտրեք գտնեք, խնդրեք կտրվի, թակեք կբացեմ, որտեվ խնդրողն է ստանում, փնտրողն է գտնում, թակողի առաջ են բացում։ Բայց մենք այսօր ինչ ենք անում, մենք հեշտացված մի մեխանիզմ ենք ընդունել, սատանան էլ էր Տիրոջն ասում, խաչելությունով ասում էր մի անցի, ավելի լավ կլի երկրպագես, քեզ ես ամեն ինչը կտամ։ Հիմա մենք այն ինչի մեջ կանչված ենք, այն Տիրոջ հոգու հետ ավելի ներթափանցելու, ներծծվելու Աստծո հոգու ներ աշխարհի մեջ, նրա Սուրբ հոգու հետ հաղորդակցություն ունենալու մեջ։ Մենք ավելի չենք ուզում իրա հետ մեր հարաբերությունները ավելի ընդլայնենք, ավելի մխրճվենք նրա հոգու մեջ։ Մենք այսօր ինչ ենք անում, մենք ծուլություն ավելի հեշտ ճանապարհ ենք մանգալի։ Հեշտ ճանապարհ հենա դե GPT-ին երկում, այլի թո երկի։ Հենա դե GPT-ին քարոզում, այլի թո դու քարոզի։ Հենա էլ ինչ կարիք կա նստենք հովիվ, էս մյուս այն մյուսը։ Հələ ես ավելին ասեմ, GPT-ին նաև կախարդում է։ Նաև կախարդություններով ազբաղվում, հեսա դրան կանրադառնա։
Բայց մի մոռացեք ժողովուրդ, Հիսուսին ինչ էր առաջարկում սատանան Մատթեոս ավետարան 4 գլուխ 8-ից 10 խոսքերը կխնդրեմ, որ ամեն գրային համար բացեք ինքներդ կարդաք ուսումնասիրեք ինքնորոն։ Ինչ էր ասում սատանան։ Ասում էր ինձ երկրպագի էս բաները քեզ կտամ, որ չանցնես խաչի ճանապարհով, որ չանցնես քավության ճանապարհով։ Ավելի հեշտ ճանապարհ եմ ցույց տալի քեզ, ավելի արագ մեթոդ եմ ցույց տալի քեզ։ Իմ սիրելի քույր, ավելի լավ է այդքան շատ այդ երկերի շտեղադրես, այլ ավելի լավ է մի հատ լինի, բայց Աստծո ներգրավված հոգով լինի։ Այնտեղ մեկը հարց էր տվել մի քույրիկին, ասում էր, ինչի ասում էր, դու երգում ես, ուղարկեմ քեզ բառերը, դու երգի։ Ես համոզված եմ, եթե մեկը աղոթի Տիրոջը ու քո մոտ կա խոսք, ուրիշի մոտ էլ կլինի ձայն Տիրոջ կողմից տրված։ Բայց մենք ուզում ենք ավելի հեշտ տարբերակ, մեր ուզած տարբերակը, մեր ակարներին, լսելիքներին հաճելի։ Զգուշ եղեք, խնդրում եմ ձեզ։ Մի անարգեք Տիրոջ կանչը, խնդրում եմ ձեզ։ Այս տեսակ սայթերից, համակարգից, իր հետ այդ փոխհարաբերություն ու դալից արեք, պրոստը շպրտեք դրանք ձեզից հեռու։ Ես հասկանում եմ, եթե մեկն ասեր, ինչ որ ինձ պետք է ուղղակի թարգմանական ծրագրերի մեջ եմ օգտագործում, նես թարգմանություն անում կամ ինչ-որ մի բան, հələ միտեղ կարելի հասկանալ, ասել լավ, ոնց որ մենք միշտ օգտվել ենք, ես էլ եմ օգտվել, օրինակ Google-ից ասում եմ թարգմանություններ էր ինձ համար անում, այնտեղ շատ բաներ կար, որ չեմ հասկանում, տեղադրում եմ ինձ թարգմանություններ տալի, միգուցե ասեմ լավ հասկանալի է, միտեղ այս տեսակ բաները հələ արագ մեզ այդ րոպեին պետք է դոկումենտա կամ ինչ որ միտեղ կանգնած ես, որ իրանց լեզուն չես հասկանում, ասում եմ լավ, միտեղ էդի շուտ օգտագործիր, պրոստը այնքան որ։ Բայց ես համոզված եմ, որ Քրիստոս Հիսուսի հետ փոխհարաբերության մեջ, Հիսուս Քրիստոսի հոգով փոխհարաբերության մեջ, ամեն բան Տերը իր ժամանակին տալիս է մեզ։ Ամեն բան աճենք այնքան Աստծո հոգով, մխրճվենք այնքան Աստծո հոգու մեջ, որպեսզի մենք կարողանանք ամեն բանը տեսնել նրա ներգրավվածությունով, որ հասկանանք սա հոգին է ներգրավել մեզ դրա մեջ։ Աստծո հոգուց է սա, Աստծո հոգուց այս մղումը։ Մենք չիմանալով գրքերը, չիմանալով Աստծո զորությունը, մենք շատ անգամ մոլորվում ենք, չքննելով։ Մենք մտածում ենք, որ ամեն բան ինչ փայլում է, դա չի նշանակում երկնքից է իջած։ Այս chat GPT-ին ոչ թե միայն երգի միջոցանում ես նաև տեսամ, որ ինքը կախարդություններ անում։ Ես այդտեղ լսամ, ինձ դրա մասին խոսեցին ինձ հետ, որ ասին նաև դա գուշակությունով է զբաղվում։ Մարդիկ հարցնում են ինչ պետք է դառնամ։ Մարդիկ ասում են ինչ պետք է լի։ Այն մեկն ասում է երբ պետք է մեռնամ, այն մեկը ինչ հարցեր ասես տալիս են, նաև էլ պետք չի մարդիկ այդքան կախարդի մոտ, որ հատուկ աբրյադներ, ծեսակատարություններ, ծեսեր անցկացնեն, այլ ավելի հեշտ, արագ մեթոդ, կախարդության մեթոդ կա այսօր, որ ավելի լավ է դիմենք, թող մի հատ ինքը գուշակի, դիմենք, թող ինքը տեսնի, բայց ես ուզում եմ ասեմ բոլորին, թե հիմա chat GPT-ով են իրան գուշակություն անում, թե անձնականայթում են վհուկների, կախարդների, մեռելը հարցուկների մոտ, ես ասում եմ ձեզ, եթե այտենց մարդիկ չապաշխարեն, Սուրբ Գիրքն ասում է իրանք երկնքի արդարություն չեն մտնելու։ Այդ մարդիկ էթալու են դժոխք, եթե չապաշխարեն ու եթե իրանք սրտով դարձի չգան դեպի Տիրոջը։ Հայտնության գրքի 21:8-ում պարզ ձևով մեզ Սուրբ Գիրքն ասում է հետևյալ խոսքերը։ Հայտնություն 21:8 Իսկ վհուկներին իսկ վախկոտներին եւ անհավատներին, պիղծերին եւ մարդասպաների, պոռնիկներին եւ կախարդներին եւ կռապաշտներին եւ ամեն ստախոսների բաժին այս լճումը կլինի, որ կրակով եւ ծծմբով վառված է։ Սա է երկրորդ մահը։ Տեսնում եք կախարդների մասով ինչ ասում Սուրբ Գիրքը, որ եթե դրանք չապաշխարեն, կապ չունի, այսօր միգուցե դու ասես, դե ես վհուկներին չեմ դիմում, չեմ եթում թուղթ ու գիր անողների մոտ, բայց նստած կամպյուտերի առաջ գուշակությամբ ու աստղագուշակությամբ ես զբաղվում։ Նույն կախարդությունն ես անում, դու մաստակից ես խավարի անպտուղ գործերին։ Լավ կլինի, որ ապաշխարես, դարձի գաս, այսօր Քրիստոսի ձայնը, որ լսես չմերժես, չխստացնես քո սիրտը, այլ ընդունես, խոնարհվես Տիրոջ առաջ եւ քո կյանքը տաս Քրիստոս Հիսուսին։ Թույլ տաս նա փրկի քեզ, թույլ տաս, որ նրա հետ մտնես հաղորդակցության մեջ։ Նրա հետ ոչ թե ժամանակավոր, այլ հավիտենական նրա Սուրբ Հոգու հետ ունենաս հաղորդակցություն։ Թող նրա անունը օրհնյալ լինի։ Այս նեյրոսետ կոչված այդ կայքը ես տեսամ նաև, որ մարդիկ տեղադրում են իրանց մահացած բարեկամների, հարազատների նկարները եւ նա վիդեոներ է ստեղծում։
այդ մահացածների պատկերները իրանք տեղադրում են ու համակարգը սկսում է կենթանացնել, այսինքն ասեմ, որպեսզի ձեզ համար պատկերացել լինել։ Տեղադրում են իրանք մահացածների նկարները ու այդ նեյրոսետ այդ համակարգը սկսում է վիդեոներ թողարկել, իրանց ոնց են շարժվում, շփումները, վիդեոներ ստեղծում, իրանց միտքը, հիշողությունները թարմացնելու, ավելի կապվածության մեջ պահելու համար։ Ես դրա մասով կկարդամ Եսայի մարգարեության 8-րդ գլուխը, Եսայի մարգարեություն 8:19-20 խոսքերը, այն ինչ գրային համարով կասեմ ձեզ, որ այսպիսի բաներ գործողները, եթե չդադարեն, Տիրոջ խոսքն ասում է, որ տենց մարդիկ իրանց հավիտենությունը կանցկացնեն դժոխքում։ Եվ երբ որ ձեզ ասեն, հարցրեք մեռելա հարցուկներին, վհուկներին, փսփսողներին եւ քրթմնչողներին, դուք էլ նրանց ասեք, չէ որ ժողովուրդը պետք է իր Աստծուն հարցնի, կենթանիների համար մեռածներին դիմեք, օրենքին եւ վկայություններին դիմեցեք, եթե նրանք չխոսեն այս խոսքի համեմատ, նրանք արշալույս չունեն, այսինքն լույս չունեն իրենց մեջ։ Հիմա ես խնդրում եմ ձեզ, այդ մահացածների դաժե, ես չգիտեմ Հայաստանում դա հասել է, բայց ես հասկացամ, որ շատ շատերին արդեն իրենց մահացած բարեկամների նկարները տեղադրելով ստանում են վիդեոներ, այդ ձևով շփվում են ու ոնց են դիվային աշխարհը ազդում ծնողների, հարազատների, բարեկամների ներքն աշխարհի վրա, խաբելով նրանց, պահելով նրանց իրանց այդ գրючոկների վրա, պահելով ցանցի մեջ այդ ժողովրդին։ Սիրելի ժողովուրդ, սիրելի ծնող, աղբեր, քուր, չգիտեմ, եթե այտենց ժամանակ ապրել ես տենց կորուստ ու այտենց հարցերի մեջ դիմել ես, դու կամ դիմում ես, խնդրում եմ, որ կանգ առնես, բաց թողեք ձեր մահացածներին, ես խնդրում եմ ձեզ Հիսուս Քրիստոսի անունով, բաց թողեք նրանցը, եթե նրանք ապաշխարած են, ուրեմն Տիրոջ մոտ են, ավելի լավ կլինի դուք էլ ապաշխարեք, որտեվ մենք գիտենք մեռելների հարության մասին, մենք գիտենք Քրիստոսի շուտով գալու մասին, որ նա իրեն հավատացողներին, իր սրբերին իր հետ կվերցնի։ Անպայման մենք դրա մասին գիտենք, դա Սուրբ Գիրքն ասում, որտեվ երկինքն ու երկիր կանցնեն, բայց մեր Տիրոջ խոսքերը երբեք չեն անցնի։ Նաև այդ նկարների հետ կապված հայտնության գրքի մեջ, որ մի դրվագ հիշամ, ես չեմ ասում դա հենց էտապ, ուղղակի կարդում եմ, որպեսզի ձեզ մոտ ավելի պարզ լինի։ Հայտնության 13-րդ գլխի 14-15 համարներում հետևյալ միտքն է գրված, տեսեք ինչ ասում։ Եվ մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ տրված էին նրա ձեռքը, որ գործեք գազանի առաջին, ասելով երկրի բնակվողներին, որ պատկեր շինեն այն գազանի, որ սուրի վերքը ուներ եւ ապրեց։ Եվ տրվեցավ նրան, որ հոգի տա գազանի պատկերին, որ պատկերը խոսի էլ։ Եվ անել էլ որ նրանք, որ չերկրպագեն գազանի պատկերին, սպանվեն։ Հələ տեսեք ինչքան հետաքրքիր միտք է ասում է, որ պատկերը խոսի։ Այսինքն այս տեսակ նեյրոսետ, այս որ հիմա մահացածների նկարները տեղադրում են, այդ նույնն է կատարվում։ Ուղղակի մի ուրիշ տար, հիմա չեմ ասում սա էսա, բայց ուղղակի ես հիշեցին, որ սա կա գրված Աստվածաշնչի մեջ, որ նրանք փորձեն մեռած պատկերներին կենթանության շունչ տան մարդկանց մոլորության աստիճան հասցնելու համար։ Այս արհեստական բանականությունը ամենաարագ լայն տարածում գտնվողն է, նորաստեղծ որպես սկուրք, որը շատ լայն պաշտամունք է գտե արդեն։ Ինչպես անապատում ոսկե հորթը, այնտեղ առաջի Կորինթացիների 17-ում ասում է, եւ կռապաշտ մի լինեք, ինչպես նրանցից ոմանք, ինչպես գրված է, ժողովուրդը նստեց ուտելու եւ խմելու եւ վեր կացան, որ խաղան։ Բայց 10-14-ում ասում է, դրա համար իմ սիրելիներ, փախեք կռապաշտությունից։ Հələ տեսեք ինչքան հետաքրքիր համեմատություն կա, սա իրականապես սա այն ոսկե հորթերից մեկն է, որ մարդիկ նստած երկրպագում են, ուղղակի մտածում են խաղ անելու է, ուրախանում են, նստած այդ ոսկե հորթի առաջ, իրանք այդ պատկերով, այդ իր ինտելեկտով կամ մտածելակերպով, գաղափարներով մարդիկ հիանում են, խաղ են անում մարդիկ, չմտածելով, որ դա ինչ կռապաշտության է տանում, ինչ կապվածության է տանում մարդկանց։ Ես խնդրում եմ ձեզ, այդ վիրտուալից դուրս եկեք, կենթանի Աստծու հետ համապատասխան ըստ իր խոսքի փոխհարաբերություն ունեցեք։ Եթե մենք իրար հետ հիմա
Որտեվ այնտեղ Գործք առաքելոց 17-24 միջև 31 խոսքերում որ կարդա, գիտեք ինչ ասում խոսքը, ասում Աստված մարդկանց ձեռքով չի պաշտվում։ Ես ինչի մարեմ սա ասում, որտեվ դուք պետք է չմոռանաք այսպես կոչված նейросеть, դա մարդու կողմից ոչ կատարյալ մարդու կողմից ստեղծված է, բայց դու կատարյալ մարդու Աստծո կողմից է ստեղծված, արարված։ Այն գիտելիք են ինտելեկտը, որ տրված է երկնքից եկած մարդու մեջ, ի սկզբանե որ տրված է եղել է Աստծո կատարյալ Աստծո։ Իսկ սա այս համակարգը ստեղծված է ոչ կատարյալ մարդու կողմից։ Հիմա սա կուռք է։ Միգուցե այս ռոբոտների համար Իլոն Մասկը կամ չգիտեմ այնտեղ ով էր այնտեղ Բիլ Գեյթսը այդ ռոբոտների համար աստվածներ են իրանք, բայց ինձ համար նրանք կուռքեր են։ Նրանք դիվային ազդեցություն են ու դիվային դրսևորումներ են սրանք։ Հիմա տեսեք ինչ է գրված Գործք առաքելոցի 17-24-ից 31 խոսքերը։ Այն Աստված, որ աշխարհը եւ ամեն բան, որ նրանում կա, արավ, նա երկնքի եւ երկրի ստերը լինելով ձեռագործ տաճարներում չի բնակվում եւ ոչ էլ մարդկանց ձեռքով է պաշտվում իբր թե մի բանի կարոտ։ Նա է ամենին կյանք եւ շունչ եւ ամեն բան տվողը, շունչ, կյանք տվողը, բայց այդ GPT-ին նա շունչ եւ կյանք չի տվել, հիշեք դրա մասին։ Եվ նա մեկ արյունից մարդկանց բոլոր ազգը արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ եւ նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն նրան եւ գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը, որովհետեւ մենք նրանով ենք ապրում եւ շարժվում եւ կանք, ինչպես ձեր բանաստեղծներից ոմանք էլ ասեցին, թե նրա ազգիցն ենք։ Արդ որովհետև Աստծո ազգից ենք, պետք չի համարենք, թե աստվածությունը նման լինի ոսկու կամ արծաթի կամ քարի, մարդի վարդապետությամբ եւ մտքով քանդակված։ Բայց Աստված տիկիտության ժամանակները անտես անելով հիմա մարդկանց պատվիրում է ամենին ամենտեղ ապաշխարել։ Մեկ օր հաստատեց, որ նրանում աշխարհքս արդարությամբ պիտի դատե այն մարդի ձեռովը, որ սահմանեց նրանով ամենին հավատք տալ, որին մեռելներից հարություն տվեց, փառավորվի մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անունը, փառք լինի նրան։ Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի չտրվեք այս տեսակ ստերին, որտեղ դրանք մարդկանց կողմից ստեղծված բաներ են, ժողովուրդ։ Շողոքորթությամբ փորձում են մոլորեցնի եւ մոլորության մատնի մարդկանց, որպեսզի մարդկանց կյանքում զբաղեցնի Սուրբ Հոգու տեղը։ Եթե դուք վերցնեք ձեր Աստվածաշունչը եւ կարդաք Հովհաննեսի ավետարանի 14:26-ը, Հովհաննեսի ավետարանի 15:26-ը եւ Հովհաննեսի ավետարանի 16:7-ից 14 խոսքերը դուք կտեսնեք, որ ասում է, այնտեղ ասում է, նա, այսինքն Սուրբ Հոգին ամեն բան կսովորեցնի ձեզ եւ կհիշեցնի ինչ որ Հիսուսը ասեց մեզ։ Այսինքն Սուրբ Հոգին ասում է ամեն բան ձեզ կսովորեցնի։ GPT-ները չեն սովորեցնի ձեզ, նейросеть-ները չեն սովորեցնի։ Եթե ինչ որ մեկը իմաստության պակաս ունի, Սուրբ Գիրքը Հակոբոսի բերանով ասում է, խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Եթե դու կարիք ունես իմաստության, Սուրբ Գիրքն ասում է Աստված մարդ չի, Աստված չի ստում, նա ճշմարիտ Սուրբ Աստված է։ Եթե նա իր խոսքի միջոցով ասել է, եթե մեկին իմաստություն չի հասնում, не достается мудрость, или не хватает, можно сказать, խնդրեք Տիրոջ, Աստված կտա, եթե խնդրես։ Սուրբ Հոգին եկա, որ մեզ ամենայն ճշմարտությունով առաջնորդի։ Սուրբ Հոգին է վկայում Հիսուսի համար, մեզ եւ մեր միջոցով, այլ ոչ թե ռոբոտները։ Սուրբ Հոգին է մեզ առաջնորդում ամեն ճշմարտության մեջ, նա մխիթարիչն է մեր, նա է մեզ հանդիմանում, մեղքի հարցում։ Արհեստական հովիվները կամ բանականությունը չի կարող ձեզ մեղքի հարցում հանդիմանել եւ Հիսուսին փառավորել։ Ես կդնեմ սիլկան, կտեսնեք, որ ռոբոտ հովիվներ կոչվում են пастор искусственного интеллекта, ու բան են անում, проповедуют слово, քարոզում են խոսքը, խայտարակություն, ժողովուրդ, ես չգիտեմ դրա մասին, որ դա արդեն տարածում է գտնում։ Ես խնդրում եմ կանգ առեք, զգուշավոր եղեք, խնդրում եմ ձեզ։
Ես ուզում եմ ու խնդրում եմ ձեզ, որ դուք չխաբնվեք, հիշեք մեր Փրկիչ Աստծո Հիսուս Քրիստոսի խոսքը, որ գրված է Հովանու ավետարանի 10-րդ գլխի մեջ, 4-ից 5 խոսքերում, ասում է, ինչ ասում, ասում է Հովապետի ձայնը իր գառները ճանաչում են։ Եվ օտարի ետևից չեն գնում, այլ նրանից փախչում են, որովհետև օտարների ձայնը չեն ճանաչում։ Հիշեք մեր Փրկիչ Աստծո խոսքերը, խնդրում եմ ձեզ։ Ձեր սրտի մեջ թանկ պահեք, սուրբ պահեք Տիրոջ խոսքերը, որ կարա ձեզ ազատի ամեն այս տեսակ գայթակղությունից ու մոլորությունից։ Ես խնդրում եմ ձեզ, հիշեք մեր Փրկչի խոսքերը։ Փախեք նրանց, ասում է, օտարի հետևից չեն գտնում, այլ նրանից փախչում են։ Փախչեք դրանցից Հիսուսի զորավոր անունով։ Թողեք դրանց։ Հիշեք, որ այդ տեսակ քարոզները, երգերը, չգիտեմ, աղոթքները, բա որ աղոթքներ են անում։ Արհեստական բանականությունը աղոթում է խոսքի այսինչ հավատացյալի համար։ Այնքան սրտաճ ճմլիկ է երևում էդի։ Իմ սիրելի քույր ու աղբեր, այս որտեղ ենք հասե։ Կենթանի շփումը թողած մենք փորձում ենք արհեստական բանականությունը, որ մեր համար աղոթի, մենք աղոթքի կարիք ունենք։ Խնդրում եմ ձեզ, թափվեք։ Դրանք չեն կարող Աստծո հոգուց լինել։ Աստծո հոգին չկա դրա մեջ, դա ստություն է, դա մոլորության ոգիներից են։ Նայեք ինչ ասում խոսք առաջի Հովհաննեսի 2:20-21-ում։ Եվ դուք օծությունն եք այն Սուրբիցը եւ ամեն բան գիտեք։ Չգրեցի ձեզ իբր թե ճշմարտություն չգիտեք, այլ թե գիտեք նրան, եւ թե ամեն ստություն այն ճշմարտությունից չէ։ Փառք ես Տեր։ Ամեն ստություն ճշմարտությունից չէ։ Տերը իր աշակերտներին է իշխանություն տվել Սուրբ Հոգով իր մասին վկայելու, խոսքը քարոզելու, Հիսուսին փառավորել, այլ ոչ թե անշունչ կուռքերին եւ անհոգի ռոբոտներին։ Նորից եմ այդ միտքը կրկնելու։ Եթե մեկը շարունակում է ասել, որ այս տեսակ երգերը, աղոթքները կամ քարոզների մեջ կա Աստծո օծությունը, նա ստում է, որտեղ Աստված հոգի է եւ նրան երկրպագուները պետք է դա անեն հոգով եւ ճշմարտությունով, այլ ոչ թե արհեստական բանականությունով, նեռասիցներով ու այդ ռոբոտներով։ Նայեք, տեսեք ինչ ասում Եսայի 42:8-ում, ասում է. Ես եմ Տերը, սա իմ անունը, ես իմ փառքը ուրիշին չեմ տա, ոչ էլ իմ գովաբանությունը կուռքերին։ Ոչ էլ իմ գովաբանությունը կուռքերին։ Թեր այդ արհեստական բանականությանը գովաբանություն չի տա, ժողովուրդ ջան, որ մենք այդ կուռքին այդքան մեծարենք ու փառավորենք։ Տեր իմ Հիսուս, սիրում եմ քեզ, Տեր։ Մատթեոս 22:32-ում ինչ ասում, ասում է Աստված մեռելների Աստվածը չէ, այլ ողջերի, կենդանիների Աստվածն է, այլ ոչ թե ռոբոտների, անշունչ առարկաների։ Այ Տեր իմ Հիսուս, փառք քեզ։ Այո, այդ ռոբոտների համար իրականում Իլոն Մասկն ու Բիլ Գեյթսը իրանք աստվածներ են, բայց ոչ մեզ համար, ինձ համար։ Այս տեսակ արհեստական այս բանականությունը փորձում է մարդկանց կյանքի մեջ մի տպավորություն ստեղծի, կեղծ պահվածք ստեղծի, որ ինքը այնքան հոգատար է իրանց մասին։ Նա ուզում է մարդկության ուղղակի օգնի։ Դա օգնելու համար է եկե։ Բայց մի մոռացեք, որ Եդեմի պարտեզում կար մի ծառ, որի կողմը նաև չար ու բարի գիտության ծառն էր։ Նաև մի կողմ կա, որը կոչվում է բարի, բայց նա էլ է չարից дурս գալիս։ Շատ մարդիկ դրա համար ասում են, նա իմ ընկերն է, առանց էլ նրա չեմ կարող, ես լսում եմ այս վերջում վիդեոներ։ Я уже больше говорю, без него свою жизнь не представляю։ Մի հատ տողեր կուզենամ կարդամ, Աստվածաշնչի մեջ կար մի մարդ, որը գրված է երկրորդ Թագավորացիս 16-րդ գլխի 23 խոսքում այդ մարդու անունն էր Աքիթոփել, այդ մարդու այդ ժամանակվա խորհուրդները, որ տալիս է Սողոմոնին Դավթի ժամանակ կամ Աբիսաղոմի կամ Սողոմոնի ժամանակ, շատ մարդիկ մտածում են, որ սա Աստծուց եկած խորհուրդ է։
Տեսեք ինչ ասում Սուրբ Գիրքը, երկրորդ Թագավորաց 16:23։ Եվ Աքիթոփելի խորհուրդը, որ այն օրերին նա տալիս էր, նման էր նրան, որ մեկը Աստծո խոսքը հարցներ։ Այսպես էր Աքիթոփելի ամեն խորհուրդը թե Դավթի, թե Աբիսաղոմի համար։ Հələ տեսնում եք, սիրելի, ինչ մոլորության ստադիա է։ Հիմա շատ մարդիկ այս բանականությանը անվանում են, որ Աստծուց եկած խորհուրդ է սա։ Նման Աստծուց եկած խորհրդի, Աստծուց եկած օգնության, բայց սա սուտ է։ Սա Աքիթոփելի խորհուրդն է, թող Տերը քանդի ու խափանի։ Սա հերթական Բաբելոնի աշտարակի շինություն է, որ նրան կառուցողները շուտով կամաչեն, բայց նաև այդ կառուցողների հետ կամաչեն մի մեծ բազմություն, որտեղ Տերը կխափանի։ Առաջի Հովհաննեսի 4:1-ում ինչ ասում խոսքն, ասում է սիրելիներ, ամեն մի հոգու մի հավատացեք, փորձեցեք հոգիները, արդյոք Աստվածանից են նրանք։ Նաև տեսան, որ ChatGPT-ն խոսում է Հիսուսի փոխարեն։ Ես վերջում եղբոր եմ լսում, ես տեսամ, որ ինքը անձամբ օգտագործում էր դա, ասեց ես ստուգում եմ, ուղղակի ոչ թե ինքը հավատում էր դրանց, ստուգելու համար, եւ այդ եղբայրը հարցեր տալի, ինքը կարծես այնտեղ Հիսուսը իրան ChatGPT-ին, ինձ Հիսուսն է խոսում անմիջական պատումը։ Ասի սա մոլորության ստադիաների գագաթնակետերից մեկն է։ Խնդրում եմ, շատերդ երևի չեք մտածում, որ վերջի ժամանակներն ենք ապրում, վերջի օրերն ենք ապրում, արթնանալ է պետք, քնից արտանալ է պետք։ Յուղով ձեր ամանների, անոթների մեջ, լապտերների մեջ լցրեք, ձեր լամպերի մեջ լցրեք յուղը, ստուգեք։ Ես միշտ ասում եմ, այն օրինակը բերելու տարին, ես փոքր երեխա եմ այդ վաղթել, եւ որ լույս բան չկար, լամպի մեջ այդ ստուգված այդ մեջի այդ յուղը կամ կերասինը ոնց էին ասում, ստուգելու համար, ասենց վերցնում էին, ասես թափ էին տալիս, ստուգում են այն ձայնը լսվում է, թե չէ մեջը յուղ կա, թե չէ։ Ես մտածում եմ, որ Տերը շուտով շատերից թափ է տալու, թափ տալու ստուգելու, թափ տալու ոչ թե քեզ կործանելու համար, այլ թափ տալու, որ դու համոզվես յուղը կորցրել ես, յուղը պակասել է քո մեջ։ Նա թափ է տալու քեզ, որ ժամանակն է էթաս քո սենյակ առանձին, ժամանակն է տրամադրես լցվելու յուղով, խոսքով, հոգով, որտեվ ասում եմ մի արփեք գինով, այլ լցվեք Սուրբ Հոգով։ Ես աղոթում եմ, որ այսօր լինի քեզ համար այդ օր, աղոթում եմ, որ այդ փափագ այս օրերի մեջ չկորցնես, խնդրում եմ քեզ։ Աղոթում եմ, որ փարվես, գրկես Քրիստոս Հիսուսին, նրա խոսքը, նրա հոգուն ու լցվես նրա հոգով։ Թող նորից մկրտվես, լցվես Սուրբ Հոգով, որտեվ Սուրբ Գիրքն ասում է Հովհաննես ավետարանի մեջ, որ հոգին չի տալի Տերը չափով։ Նա չափով չի տալի մեզ։ Դու գիտեք, որ երկրորդ Կորինթացի 13:13-ում ինչ ասում է, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը լինի ձեզ բոլորիդ հետ։ Ոնց եմ աղոթում, որ դուք ունենաք այդ հաղորդակցությունը Սուրբ Հոգու հետ։ Ոնց եմ աղոթում, որ ձեր սիրտը բացվի ու հասկանաք, թե Տերը ոնց է փափագում այդ հաղորդակցությունը։ Ես ուզում եմ, որ ձեր սիրտը բացվի, աղոթում եմ, որ միայն Տերը դա կարող անի ձեր սրտերի հետ, որ տեսնեք, որ Տերը ոնց է սպասում քո շփմանը։ Որ դու տեսնես ոնց է Տերը սպասում քո առանձին սենյակ մտնելուն, որ տեսնես ոնց է Տերը սպասում քո այն առավոտ կանող նրա երեսը փնտրելուն, որ դու տեսնես ոնց է Տերը սպասում են քո աղոթքի ձայնին, քո երկրպագության ձայնին։ Ես աղոթում եմ, որ դու տեսնես Սուրբ Հոգին ոնց է դրան փափագում այդ ամեն ինչը։ Օրհնյալ լինի Տեր քո Սուրբ անունը։ Օրհնյալ լինի Տեր քո Սուրբ անունը։ Ես աղոթում եմ, որ դու տեսնես դա, ոնց է Տերը փափագում քեզ հետ մեկ լինելը։ Օրհնյալ լինի Տեր քո Սուրբ անունը։ Մենք պետք է ունենանք հաղորդակցություն մեկս մյուսի հետ, որ ինչպես առաջի Հովհաննես 1:7-ում ասում է, եթե լույսի մեջ ենք բնակվում, ինչպես նա, այսինքն Քրիստոսն է լույսի մեջ, հաղորդակցություն ունենք մեկս մյուսի հետ եւ նրա որդի Հիսուս Քրիստոսի այրունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Եթե լույսի մեջ ենք մանգալ, ուրեմն մեկս մյուսի հետ էլ նաեւ իր եկեղեցու ժողովուրդն էլ հաղորդակցություն ունի մեկը մյուսի հետ։ Ուղղակի խնդրում եմ ձեզ, դուրս եկեք այդ GPT-ի հետ հաղորդակցությունից, նրա հետ փոխհարաբերությունից, պրոստո Հիսուսի անունով հրաժարվեք, կտրեք ձեզանից այդ կապերը։ Հիշեք Հռոմեացիներից 8:14-ում, որ ասում է, ովքեր Աստծո հոգով են առաջնորդվում, նրանք են Աստծո որդիները, այլ ոչ թե GPT-ներով ու նեռասիցներով են առաջնորդում, անհրաժեշտական բանականությունով, այլ Աստծո հոգով։
Խնդրում եմ չկորցնես դա։ Նաև ավելի քեզ համար հասկանալի ու հաստատություն ունենալու համար Հռոմեացիներից 8:9-ում ասում է, եթե մեկը Քրիստոսի հոգին չունի, նա նրանը չի։ Որ դու հավատաս ու հաստատապես իմանաս, որ այս տեսակ ռոբոտները նրանք չունեն Քրիստոսի հոգին, նա նրանը չեն, նա նրանից չի, Տեր։ Ես աղոթում եմ միայն, որ Տերը քո սիրտը բացի հասկանաս։ Հիշեք, սիրելիներ, որ մեր մեջի եղող ավելի մեծ է, քան այս աշխարհում եղողը։ Մի փոքրացրեք ձեր մեջի եղողին Տիրոջ Սուրբ Հոգուն։ Ընդլայնեք, ձեր սիրտը ընդլայնեք նրա հետ փոխհարաբերության մեջ։ Սիրեք այն առաջի պատվիրանի պես նրան ամբողջ ձեր սրտով, ձեր հոգով ու ձեր մտքով, փափագեք նրան։ Ես խնդրում եմ ձեզ։ Հիշեք դա, որ մեր մեջին ավելի մեծ է, քան այս աշխարհում եղողը։ Եկեք այսօր չխստացնենք մեր սրտերը, երբ որ նրա ձայնը լսենք, այլ խոնարհվենք, այլ երկրպագենք, որտեղ ինչ կա ապաշխարելու, ապաշխարենք, թույլ չտանք նրա հետ հաղորդակցության ժամանակ ինչ որ մի բան մեզ խանգարի, կռապաշտություն կլինի, մեղքի տեսակ ու ձև կլինի, կապ չունի։ Խնդրում եմ քեզ, դու գիտես դրա մասին, կխնդրեմ, որպեսզի դու արթուն լինես։ Ես իմ խոսքս վերջացնելու հետ միտեղ կպատմեմ ձեզ, կկիսվեմ ձեզ այն տեսիլքով, որ ես ունեցել եմ Տիրոջից տարիներ առաջ։ Սա ինչի եմ համարում տեսիլք, որտեվ երազ կա, որ դա երազ է, բայց երազ կա, որ դու տեսիլք ես, չգիտես հոգով ես, դա մարմնով թե առանց մարմնին։ Ես համոզված եմ, որ դա ապագայի հետ կապված էր, ինչ Տեր ինձ ցույց էր տալի։ Իմ հոգին վերցվել էր ու տարվել էր մի ժամանակներ առաջ, տեսնելով այն ինչ որ սպասվում է գալիքը։ Ես տեսնում եմ մի մեծ բազմություն, այն ոնց է պարադների ժամանակ, որ բանակայինները զորքը սենց մարշռավայց են անում, սենց իրար կպած, որ սենց քայլում են պարադի ժամանակ։ Այդ տենց պարադի պես անցնում են, սատանան վերևը օդում եղող իշխանը սենց կառավարում այդ ամբողջ ժողովրդին։ Աչքերիցս արդյունքը ծորում է, գոռալով, արտասվելով լացում եմ ու ասում եմ, այդ բազմությանը դիմելով, որոնց մեջ նաև իմ մարդկանցն եմ տեսնում, որոնց ես ճանաչել եմ, արտասվելով ասում եմ, չէ որ դուք գիտեիք, դուք հավատացյալ եք, դուք եկեղեցի եք գնում, դու հովիվ եք, ասում եմ, դու լիդեր եք Աստծո եկեղեցի մեջ, ինչի համար եք հայտնվել այս սատանայի շարքերը, ինչի համար եք մարշռավայցանում նրա շարքերի մեջ։ Ես այն ինչ պատմեմ, տեսնում եմ, այս իմ ամբողջ հոգով նորից զգում եմ այն ինչ ես տեսնում եմ այդ ժամանակ։ Նրանցից ոչ մեկի դաժե դեմքի միմիկան չթեքվեց իմ կողմ տեսնեն, այսով ասենց բղավում, գոռում ու արտասվում մեր աչքերի առ, մեր կողքը կանգնած։ Ասում եմ, ինչի հայտնվեցիք դրա շարքերում։ Գիտես, մարդիկ զոմբիների պես էին արդեն։ Նրանք քայլում էին դրա հետ։ Նա տանում էր օդում եղող իշխանը, նրանց արդեն տանում էր։ Ու ես այսօրվա պես հիշում եմ այդ բառերը։ Ես իրանց չէի ասում, որ իրանք աշխարհիկ են, ես իրանց ասում եմ, դուք գիտեիք Աստծո խոսքը, գոռում էի։ Արտասվում եմ, ասում դուք գիտեիք Աստծո խոսքը, դուք հաճախում եք եկեղեցի, դուք լիդերներ եք, ինչի համար եք հիմա քայլում նրա շարքերի մեջ։ Ով ձեզ խաբեց, խոսքն ասում է, ով կախարդեց ձեզ, ով անմիտ գաղատացիներ ասում է։ Խնդրում եմ քեզ, մի թույլ տուր, որ քեզ կախարդեն։ Սրանք դիվային ազդեցություններ են, որ եկել են կախարդելու։ Հոգին հայտնապես ասում է, Սուրբ Գիրքն ասում, Տիմոթեոսին ուղղված 4:1-ում, հայտնապես Սուրբ Հոգին ասում է, որ վերջին օրերին շատերը հավատքից կհեռանան, հետևելով մոլորեցուցիչ ոգիների վարդապետություններին ու ուսմունքներին։ Խնդրում եմ քեզ, թափվիր, միայն Տիրոջ հոգու մեջ մխրճվելով, միայն Տիրոջ խոսքի մեջ մխրճվելով ու ժամանակ անցկացնելով անձնական, կսկսես նրա ձայնը լսել, կսկսես քո հովվապետի, քո հովվի Քրիստոսի ձայնը լսելը, եւ ուրիշի հետևից չես եթա, ուրիշ ձայնի հետևից չես եթա։ Աղոթում եմ, թող Տերը պահի քեզ ու պահպանի քեզ, ինձ էլ ձեզ հետ մեկտեղ։ Թող օրհնյալ լինի նրա անունը։ Հավատում եմ այն գործը, որ սկսել է Հիսուս Քրիստոս իր հոգով մեր մեջ, նա ավարտին էլ կհասնի։ Նա կազատի մեզ ամեն չարից հասնելով իր երկնային արքայությանը։ Իմ Աստծո ձեռքը չի կարճացե ու իմ Աստծո ուժը չի պակասե։ Նրա անունը օրհնյալ լինի, փառք եմ տալի Հիսուսին։ Տերոջ խաղաղություն թող լինի ձեզ բոլորիդ հետ։